Մայիսի 8-ին կայացավ Հայաստանյան պատմության մեջ առաջին արհեստական բանականության Զեյրոյի պաշտոնական պրեզենտացիան, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի առանձնահատկություններն ու ստեղծման պատմությունը։ Միջոցառումը մեկնարկեց հյուրերի ընդունելությամբ, որից հետո երեկոյի վարողը, ինչպես նաև Զեյրոյի ամբասադոր Յեգոր Գլումովը հանդես եկավ ողջույնի խոսքով, ազդարարելով տեխնոլոգիական կարևոր իրադարձության սկիզբը։ Զեյրոյի հիմնադիր Սամվել Թադևոսյանը Օրագիր Նյուզի հետ զրույցում ներկայացրեց նախագծի ստեղծման պատմությունը եւ պատմեց, թե ինչպես է 17-ամյա Արման Ասատրյանի մոտ ծագել այս գաղափարը։ Գաղափարը ընդհանուր առմամբ պատկանում է 17 տարեկան մեր հրաշամանուկին, եթե չգիտեմ, հետևել եք մեր էջերին, կիմանաք, նրանց առաջացել, որ երբ որ ինքը օգտվում էր տանը նստած իր համակարգիչով ինչ-որ գործեր էր անում, իրան անդադ ասում են գնա խանութից, չգիտեմ, հաց առարի կամ գնա այս ինչ տեղ ինչ գործողություն արա, իր մտքով անցել է, բա ոնց անենք, որ մի անգամից էլ չգնամ ես կամ տրով մի անգամից այդ ամեն ինչը կազմակերպեմ արհեստական բանականության հետ շփվելիս ու ինքը այդտեղ ծրագրային որոշակի լուծումներ էր գտել, որը որ կարելի է անել ու այդ գաղափարով դիմել էր ինձ, որ կարծեք կարա սա լինի բիզնես պրոյեկտ, դառնա բիզնես պրոյեկտ ու երկար մտորումներից հետո մասնագետների հետ քննարկումից հետո հասկացանք, որ դա հնարավոր է ու 9 ամիս սա տևել գաղափարից միջև որ այսօր արդեն պրեզենտացիային ենք Զեյրոյի շնորհանդեսն ենք անում։ Թադևոսյանը խոսեց նաև Զեյրոյի առանձնահատկությունների մասին, որոնցով այն տարբերում է մրցակից մյուս արհեստական բանականություններից, ինչպես նաև այն ճանապարհի մասին, որով հայկական AI տեխնոլոգիան պատրաստում է մտնել նոր փուլ։ Սրա առաջին հերթին գլխավոր առավելությունն է, որ ինքը կարող է մնում հրամաններ կատարել։ Այսինքն դու կարող ես նույնիսկ ասենք սկզբից շփվել, որ հարցներ ինչ-որ մի բանից կամ այն ինչ-որ ձեզ հետաքրքիր է, ու ընթացքում ասա դե լավ, ինձ մի հատ մեքենա կան, չի գնանք տուն, ու ինքը այդ հրամանակատարի ձեզ մեքենա բերի, տանի տուն կամ կարող եք իրան ասել ժամը 7-ին արի իմ հետևից, ժամը 10-ին արի ծնողներիս հետևից տար գործի, ժամը 6-ին էլ արի երեխեքին մանկապարտեզից բեր տուն, ու ինքը այդ բոլոր հրանգները կատարի, դուք էլ այդ ընդհանրապես ոչ մի բանի հետ գործ չունենաք ու այդ ամեն ինչը տևում է 3 վայրկյան։ Թադևոսյանը նշեց նաև, որ հավելվածի կարևոր առանձնահատկություններից մեկը այն է, որ այն ի տարբերություն մյուս AI համակարգերի անվճար է։ Իսկ մնացածի մասով երկրորդ առավելությունը նաև որն է այն մակարդակի արհեստական բանականությունը, որը որ մենք հիմա տալիս ենք յուզերներին, այն մակարդակի արհեստական բանականությունը, որը որ մենք տալիս ենք մեր հաճախորդներին, այդ մակարդակի կոնկուրենտները գանձում են ամսական 20-ից մինչև 100 եվրո, իսկ մենք այդ անվճար ենք տալու բոլորին։ Զրույցի ավարտին հիմնադիրը հատուկ անդրադարձ կատարեց նաև Զեյրո անվանը եւ վերջին օրերին համացանցում լայն քննարկումների առիթ դարձած Զեբրիկին, որը պաշտոնապես ներկայացվեց որպես Զեյրոյի սիմվոլ։ Դենեք հին բոլոր էփերում նման ծառայություններ ստանալու համար պետք է մի քանի հատ գործողություններ անեք, որպեսզի կարողանաք, չգիտեմ, մեքենա պատվիրել կամ հաց պատվիրել ձեր համար, ուտելիք պատվիրել։ Այդ ամենը գործողություններ ա, որը որ դուք պետք է անեք, իսկ մեր հավելվածում դա 0 գործողություն է։ Ուղղակի մի հատ կնոպկա պետք է սխմել, ասել ինձ բեր տուն կամ գրել ինձ բեր տուն ու 0 կլիկ գաղափարն է, այսինքն կլիկ չես անում, 0 գաղափարն է դա։ Զեբր կենթանում, եթե ուշադիր լինեք, ինքը ընկերասեր, հոգատար, շատ լավ կենտրոնի է, այն բոլոր արժեքներն է ինքը կրում, ինչը որ մենք ենք կրում, կապված մեր հավելված հետ, այսինքն այն ինքը այն օգնականն է, որ ամենադժվար բառին լինելու է ձեր կողքին, ոնց որ Զեբրը իր ընկերների կողքին։ Ծրագրի հեղինակ 17-ամյա Արման Ասատրյանն էլ ներկայացրեց Զեյրոյի տեխնիկական հնարավորությունների, համակարգի աշխատանքի սկզբունքների, ինչպես նաև խոսեց իր գրանցած մեծ հաջողությունների մասին։ Ու միշտ դիտել եմ դրան, որ ինքը պետքա լուրջ պրոյեկտ դառնա, բոլորը օգտվեն իրանից ու օգնի բոլորին։ Ախացան, բոլորն էլ շնորհավորում էին, տարակիցներս իրականում գիտեին, որ ես երկար ժամանակ զբաղվում եմ այս պրոյեկտով ու շատ ուրախացան, որ այսպիսի հաջողություն ա ստացվել։ Պատանու խոսքով իր գլխավոր նպատակը Զեյրոն համաշխարհային դարձնելն է։ Ամենասկզբում չէի սպասում, բայց երբ որ սկսեց արդեն պրոյեկտը ստացվել եւ ինձ մոտ եւ Սամվելի հետ համագործակցությունը ստացվեց, այդ ժամանակվանից արդեն հավատացել եմ, որ Զեյրոն զարգանալու է ու դառնալու է լուրջ պրոյեկտ, էլի։ Պլաններումս կա Զեյրոն զարգացնել, դարձնել համաշխարհային պրոյեկտ, որպեսզի ոչ միայն Հայաստանում լինի, այլ նաեւ ամբողջ աշխարհում։
Վերջում Արմանը խոսեց նաև Սամվել Թադևոսյանի հետ համագործակցության մասին։ Իրականում միայն Սամվելին չեմ գրել, փնտրում էի այնպիսի մի մարդու, որ կարող է ինձ օգնել այդ գործում, հաջողակ բիզնեսմենի, ով այդ ոլորտում կա ու գրել եմ էլի մարդկանց, Սամվելը միակը չի եղել եւ ոչ էլ առաջինն ա եղել, սակայն միայն Սամվելն էր, որ տեսավ, արձագանքեց իմ նամակին, այդ նույն նամակը ուղարկվել է մի քանի գործարարների, բայց միայն Սամվելն էր, որ արձագանքեց, պատասխանեց։ Պաշտոնական մասից հետո հյուրերը հնարավորություն ունեցան շփվելու նախագծի թիմի, ծրագրավորողների եւ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցելու հարցազրույցների եւ քննարկումների։ Միջոցառմանը նաեւ ներկա էին տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ, գործընկերներ եւ մեդիա դաշտի ներկայացուցիչներ, որոնք առաջիններից էին, որ ծանոթացան հայկական նորարարական AI համակարգին։